Այսօր եւս կառավարության դիմաց եք նախորդ անգամ ստորագրություններ եք փոխանցել, այսօր եկել եք արդեն հասկանալու թե ինչ պատասխան կունենաք, ինչ եք սպասում, ինչ ակնկալիքներ եք արդյոք կլսեն այս անգամ ձեզ։ Սովորաբար հույսը վերջում է մահանում, մենք ակնկալիքներ ունենք ստանալու, որովհետև չի կարող մի ամբողջ ազգ տապալվել։ Մանր ու միջին բիզնեսը, հաշվապանները մեկը մեկի հետ կապված են։ Դրա հետ մեկտեղ վարսավիրանոցները, գյուղտնտեսությունը, որ հիմա այսօր մարդիկ չեն հասկանում, գյուղացու հասանելի չի այս գաղափարները, որ իրան ինչ է սպասվում։ Բնականաբար մեկս մեկի կախված ենք։ Իսկ սա տանելու է երկրի կործանմանը, երկրի ոչ թե միայն տնտեսության կործանմանը, այլ ամբողջ ազգի կործանմանը, որովհետև ելքեր պետք է գտնեն ժողովուրդը դատարկվի։ Տնտեսվարողներից որոշները նշեցին, որ եթե այսօր պատասխան չեղավ, համարժեք պատասխան իրենց ուզած, ապա հաջորդ անգամ այլ փողոց դուրս չեն գա։ Դուրս են գալու, ոնց դուրս չեն գա։ Ոնց կարանք դուրս չգանք։ Եթե դրական պատասխան չեղավ, վերջում արդեն հեռացման պատասխանը պետք է լինի։ Ոնց կարանք, ասենք մենք մեր հայրենիքը ելնենք այրոպորտի լույսերն անջատեն գնանք երկրից։ Ինչի կամ ում հեռացման պահանջով դուրս կգաք։ Արդեն կառավարության, որ ճիշտ չեն կարողանում կառավարել։ Ամբողջ աշխարհը մանր ու միջին բիզնեսին աջակցում է, որպեսզի երկրի աղքատության շեմը նվազեցնի։ Այսօր մենք մեզանով ստեղծել ենք այդ աղքատության շեմը, ամեն մեկս մեկ կամ երկու աշխատող ունենք, չէ՞ որ նայել իր ընտանիքն այդ մեր աշխատավարձով, ում դրա հետ մեկտեղ նաև պետությանը հարկ ենք տալի։ Ինչ են ուզում մեզանից թալանել։ Բացել են on-line հարթակները, որը աշխատում են, չգիտեմ, ադրբեջանցի, ասում են Viber-իսինը, մյուս on-line-ները, չինացի, թե ով է, բացել են հարթակները, մեզ խոշոր չափով հարկեր են վերցնում, մաքսազերծում են, ու մեզ ասում են մրցակցություն արեք, ու առանց ամանչել ասում են շրջարկը թույլ չի տալի մարդը խոշորանալու, ես չեմ ուզում, ես ուզում եմ ապրել իմ երկրում, ինձ ավել պետք չի, ես չեմ կարող այլ հաշվապական ծախսեր վերցնեմ ինձ վրա, իմ ընտանիքը պահում եմ, հերիք բավական հարկ տալիս եմ պետությանը, ես ինձ լավ եմ զգում, որ պետությանը հարկ եմ տալի, դա արդեն ինձ թվում է բավական է ինձ համար, ինձ խոշորանալ պետք չի, այսօր մարդը որ կարողանում է իր ոտքերի վրա կանգնի իր ընտանիքը պահի նորմալ վիճակում, արդեն դա մեծ բավական քայլ է։